Շնորհակալություն պատվական դատարան, ես դիրքորոշումը կներկայացնեմ զուգահեռաբար հենց վերկառուցումն հաստատքի անվանեմ դիրքորոշում միջնորդություն և փոխանցեմ դատարանի։ Պատվական դատարան Սամվել Կարապետյանը արդեն շուրջ 13 ամիս է ինչ կալանավորված է։ Կալանավորված է ինչ քրեական բարույթի շրջանակներում իբրև հաստաբան օրինականության, իրավաչափության տեսանկյունից պատասխան մինչ օրս չեմ կարողացել տալ իմ պաշտպանյանը։ Ձևական առումով կարող ենք կարդալ մեղադրանքի որոշումը, մեղադրական եզրակացությունը, բայց երբ մի պարզ հարց է հնչում, թե ի վերջո ինչու է մեղադրվում Սամվել Կարապետյանը, ոչ մեր ձևով, ոչ այլ ձևով պատասխան չեմ կարողանում տալ։ Այս փաստը նա է, որ 13 ամիս է ինչ կալանավորված է։ Մենք խոսում ենք ինտենսիվ խափանման միջոցի մասին, մենք խոսում ենք խափանման միջոցի պահպանման մասին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական ամենակարևոր իրադարձության ժամանակահատվածում։ Պատվարժան դատարան այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ իրավական բնույթի փաստ է, որ Սամվել Կարապետյանը մասնակցեց քաղաքական գործընթացների տնային տաղանքի պայմաններում։ Արդյոք դրա շրջանակներում հնարավորությունը, որը ընձեռվեց այլևս ձեր որոշմամբ, որ տեսակցությունների, շփման և հաղորդակցման սահմանափակումների մեղմացում տեղի ունեցավ, կարևոր էր, միանշանակ կարևոր։ Այդ ժամանակահատվածում մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Սամվել Կարապետյանը, որպես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ և ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, ունեցավ հանդիպումներ գրեթե 20,000 մեր հայրենակիցների հետ։ Շրջանակը իսկապես աննախադեպ է։ Տնային կալանքի պայմաններում նման ծավալի հաղորդակցումը աննախադեպ է։ Ունեցավ հաղորդակցում բազմաթիվ զանգվածային լրատվության միջոցների հետ, լինի դա ուղիղ եթերի ձևաչափով, լինի դա միջազգային մամուլի հետ հաղորդակցումը և այլն։ Այդ ողջ ժամանակահատվածում մի հարց հնչեցնում։ Այս դեռևս մեզ համար չպարզված քրեական բարույթի շրջանակներում ապացուցման մի ինչ-որ գործընթացի միջամտեց Սամվել Կարապետյանը, ունենալով այն հեղինակությունը, որը ունի, որևէ ձևով միջամտեց, որևէ ձևով այս քրեական բարույթը տուժեց, ոչ։ Ավելին պատվարժան դատարան, ես իսկապես պրոբացիայի ծառայությանը դիմեցի, խնդրելով, որ ստանամ պարզաբանում 2026 թվականի ապրիլի 19-ին հաջորդած ժամանակահատվածում, այդ թվում փաստը վկայակոչելով, որ հազարավոր անձանց հետ ունեցել է հանդիպումներ, որևէ ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ տվյալ ունեն, թե ոչ, իրենց վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակների պայմաններում ինչ-որ խնդիր տեսել են, թե ոչ, և ինչ ենք պարզում պատվարժան դատարան, այսինքն շուրջ 3 ամիս տնային կալանք, հազարավոր անձանց հետ հանդիպումներ, հյուրընկալում, շփում, հաղորդակցում, բայց խնդիր ունեցել ենք։ Սարքի մարտկոցը 2026 թվականի հունիսի 12-ին մի քանի ժամով նստել էր։ Մարտկոցը։ Այսինքն 3 ամիս խոչընդոտելու ռիսկը հիշեցման կարգով, որպես խնդիր արձանագրման պայմաններում, միակ խնդիրը, որ պրոբացիայի ծառայությունը տեսել է, դա էլեկտրոնային հսկողության սարքի մարտկոցի խնդիրն էր։ Դա էլ հարց է մարտկոցի խնդրի հետ կապված մեր կողմից էր խնդիրը, թե ամեն դեպքում մարտկոցը ինքնին խնդիր ուներ, որտեղ Սամվել Կարապետյանը նաև Հայաստանի Հանրապետությունում երևի թե միակ տնային կալանքի պայմաններում գտնվող անձն է, ում էլեկտրոնային հսկողության սարքը քանիցս փոփոխվել։ Ես դեռևս ապրիլին էի դրա մասին տեղեկացրել դատարանին, այս խնդիրը բոլոր դեպքերում գոյություն ունի։ Ինչով է դա պայմանավորված, մի օր երևի թե գաղտնի տվյալների հանրայնացման պայմաններում կիմանանք, բայց ամեն դեպքում պրոբացիայի ծառայության կողմից տրամադրած էլեկտրոնային հսկողության սարքի մարտկոցի հետ կապված խնդիր եղել է, եւ մենք շատ ցավում ենք դրա համար, բայց ստացվում է տնային կալանք, խոչընդոտելու ռիսկի վկայակոչում և ոչ մի տվյալ ոչ պատշաճ վարքագծի մասին, բացառությամբ մարտկոցի, շատ ցավում ենք մարտկոցի համար։ Պատվարժան դատարան, այսինքն եթե սենց խմբավորված դիտարկենք, ունենք մի իրավիճակ, որ Սամվել Կարապետյանը ամենահնարավոր ակտիվ վարքագիծն է դրսևորել տնային կալանքի պայմաններում,
ունեցել ենք թվով 10 դատական նիստ, մեր կողմից դրա տեսանկյունից պարտականությունների նկատմամբ դրսևորվել է բացառիկ քութաջանություն, այսինքն նաև պաշտպանների կողմից, նաև չնայած այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավի պայմաններում են գտնվել, դատարանը որոշակի իմաստով դա հաշվի առել է, որոշակի իմաստով հաշվի չի առել, որտեղ մենք այդ ժամանակահատվածում են դատական նիստեր ունեցել ենք։